Շատ հետաքրքիր կերպար է եւ ցավով պետք է ասեմ, երևի մոտարապես 1.5-2 տարի է Մոնտեի մասին ոչ ոք չի խոսում։ Գիտեք ինչու՞։ Որովհետեւ այն բանը լրատվամիջոցը, որը փորձի Մոնտեի նկարը ցույց տալ, Մոնտեի մասին խոսալ, փակում են։ Եվ այս իշխանությունը ոչինչ չարեց, որ այդ մոտեցումը ուղղակի փոխի կարող էր անել։ Որովհետև ազգային այդպիսի կերպար, ազգային հերոս պետք է չի։ Հիմա մի սերունդ անցնի, ոչ մեկը չի լիշելու, որ Մոնտե գոյություն ուներ։ Պատմաբաններն են ինչ որ իմանալու։ Բայց ամենից վառ, հետաքրքիր իր ամեն ինչով, էլի, ահավոր ռոմանտիկ, շատ ռոմանտիկ էր, բայց շատ sense ուտվող հետաքրքիր կերպար էր։ Ամենից շատը երևի ավելի շատ sense իրեն հատուկ առանձնացնեի եւ կրկնեմ, չեն խոսում դրա մասին։ Երբ որ ասում ես, ասում ինչ անենք, որ հենց բան անենք Մոնտեի մասին, ալիքը Facebook բանմա, սա բանն է, մանջատում են։ Ադրբեջանը ինչ որ դիմել է, ասել է ԱԱԲ-ի չէ եւ վերջ եւ Հայաստանը ոչինչ չի արել էսա երկու տարուց ավել արդեն, որ այդ բանը փոխի եւ հնարավոր էր դա անել։ Հիմա ինչ վերաբերում է առաջի քայլերը։ Նայեք, մենք բավական բարդ տարածաշրջանում ենք ապրում եւ ես ուղղակի համոզված եմ, որ այս տարածաշրջանում կամ դու պետք է գործոն լինես, կամ բրիտանացի լավ բան են ասում, եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես։ Հիմա կամ մենյուում ենք լինելու, կամ մենք ֆակտոր պիտի լինենք։ Գործոն լինելու համար մենք պետք է ունենանք մարտունակ բանակ։ Հիմա այդ մարտունակ բանակ ունենալու համար նաև մենք պետք է ունենանք ռազմաքաղաքական դաշնակիցներ։ Մենք այն երկիրը Չինաստանը չենք եւ Ռուսաստանը չենք։ Այս հարցերը պետք է շատ արագ վերականգնվեն։ Եթե մենք սա չվերականգնեցինք, մենք ասեմ, մենք մենյուի մեջ ենք լինելու այս տարածաշրջանում եւ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու, շատ մեծ ռիսկեր է ստեղծելու եւ գայթակղությունը Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու, այս միակ Սյունիքը վերցնենք եւ վտանգը կա եւ Սյունիքի հետ կապված եւ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա ենք ուզում։ Ընտրությունների ժամանակ 21 թվականին ինձ շատ էին հարցնում, բայց քանի տարի է պետք բանակը վերականգնելու համար։ Ես ասում եմ 3-5 տարի։ Արդեն 4 անցել է։ Ինչ որ բան արվում է, չեմ տեսնում։ Չեմ տեսնում։ Երբ որ ինձ ասում են, որ Հնդկաստանից բան են առնում, հրետան են առնում կամ ինչ որ հրթին են առնում, իմ մոտ հարց առաջանում, հետո ոնց է զինամթերքով դա ապահովել։ Եվ բան են առնում, որը չեն կարողանում բերել։ Ոնց։